Հայաստան, այսպես ասեմ, գողաթափ անելու կոնցեպցիա պիտի ունենա բոլոր ոլորտներում։ Իսկ ինչպես եք որոշելու թե գողերը ովքեր են։ Նորմատիվներ են, բան մասնակիցներին հոգեբան բան հավաքեք, կորոշեք որը բան եւ այլն։ Կարող է այնպես լինի, որ Հայաստանի 70%-ը ուրեմն մենք պետք է բուժվենք։ Մենք ուրիշ տարբերակ չունենք։ Գողաթափ պետք է հաս, գողականությունը բան չպիտի ունենա խրախուսի։ Այսպես է շարունակվելու, եթե պահպանվի։ Վերջինը տեսեք Գյումրիում Այս մարդը չգիտեմ, նորմալ մարդ է, նորմալ մարդ չի։ Թրքահպատակ շանտղակ ասեմ նրան, ով ասի թե սխալ եմ ասում։ Օ իրենից ինչ է նրան հիմա կառավարությունը ձգում է համայնքային օրենսդրության չափերը խախտելու համար պիտի պատժվի, եթե նա պատժվի, մեկը չեն անի։ Ոնց թե կանգնել է պետությունը դաժան, տեսնում եք ինչ դժվարության բալանսի քաղաքականություն է վարում։ Ինքը ռուսական կոնցեպցիա է անցկացնում, ինքը գալիս է կարծես թե վանի թագավորության, չգիտեմ ինչն է, հասկանում եք, ռուս սկաղութատիրոջը բերում, նստեցնում եւ նիստ է անցկացնում իր եպիսկոպոսով, որին մասին ասում են պիտի ազատվի, ինքը գողականություն չունի, որը անընդհատ տարիներ շարունակ հեղաշրջման կոչ է արել։ Եվ եսպես, ինչ եմ ուզում ասել, ես բոլորը, այս սրանք պիտի կոմպլեքս բուժումներ ունենան ու ցավալիորեն հասկանանք մենք։ Ես ինչ եմ ուզում ասել, ռուս ցարերից մեկը պետք է ուրիշից սովորել, ռուս է, թուրք է, լավ է, վատ է, եւ պարսիկ է, գերմանացի է, չէ։ Ալեքսանդր III-ին չի ասում, որ իրենք իմանան հստակ, ասում է, մինչև ուղեղների հայերի ուղեղին չի հասնում։ Արցախից հետո էլ չասավ։ Այն որին ենթարկվեց ինքը Գալատամորից, ռուսական Գալատամորից հետո հայություն էլի լավ չի հասկանում։ Ինչ ասում Ռուսաստանն, ասում է դաշնակից չունի, չի ունենալու։ Ռուսաստանն ունի երկու դաշնակից, մեկ բանակն է, մեկ էլ նավատորմն է, Ալեքսանդր III-ը։ Դուք հիմա ուշադիր հետևեք ուրեմն նոր ցարի միջավայրին, ուրիշ բան չեն կրկնում, Ռուսաստանը դաշնակից չունի։ Ուրեմն երկրորդ մասը կա, Չեխովից եմ ասում, մշակույթի մեջ ամեն ինչ ասում է, որ ռուսը դաշնակից չի կարող ունենալ եւ չունի, ասում է կամ ռուսի տագն ես լինում, կամ չես լինում, հիմա, բայց գործը հասավ, որ նախորդ ազգային ժողովում բան կար, չէ, օլիգարխ զավեշտ, այդ օլիգարխ ասածն Հայաստան համար զավեշտ է, ասում է թե մեկի տակը պետք է լինենք, այն ռուսի տակն ենք, ինքը հիմա մինչև ռուսի տակը երևի շուրմուր է գալիս կայֆով։ Հիմա ռուսի տակ շուրմուր է գողներն էլ, եթե ասում են, որ դե Թուրքիայի հետ պետք է հարաբերություններ կարգավորվեն, այդ ոռնոց են դնում, են չի, այդտեղից ոռնոցի տակը հաճելի, ուզում եմ ասել, որ այս հարցերը պիտի լրջագույնս քննվեն եւ ուրեմն շարժվեն առաջ, բայց մասնագիտական պիտի լինի, իրական սոցիոլոգներ պիտի լինեն եւ ոչ գելապի սոցիոլոգներ, փողը 10 Նյու Յորքի անունից այստեղ քեզ համար թխեն, օլիգարխիան չպիտի մասնակցի դրա, քաղաքագետներ չեմ կարող ասել, լինելու են թե հոգեբաններ եւ այլն եւ առաջադրանքը պիտի տրվի, այս օրենսդրությունները պիտի ստեղծվի եւ կիրառվի։ Պարշինյան, վստահելի մարդիկ ունենալու եք, կադրեր ունենալու եք վստահելի։ Կարևոր չի, եթե ես վարձու աշխատող եմ, ենթադրենք սոցիոլոգիայի դոկտոր եմ, օրինակ։ Ենթադրենք, ասում եմ, ես վճարվում եմ եւ պարտավոր եմ, ուշադիր պիտի հետևել, բայց մի համազգային գիտակցություն պիտի կա, սա սփյուռքի համար եմ ասում, ովքեր դավում են Հայաստանի պետությանը զառամյալները, ուրեմն ռուսական շահ պահելով ընդդեմ Հայաստանի Հանրապետության շահի, լոբիստական կառույցներ, եւ իրենց կոչ եմ անում դադարեցրեք դա, մի ենթարկվեք ձեր կոմիտեներին, չգիտեմ ինչերին, Հայաստանն ավելի բարձր արժեք է, քան ցանկացած մեկս։ Ուրեմն մենք ծայրահեղ անհասկանալի վիճակում ենք եւ մեր աշխարհագրությունն այդպիսին է, եթե նայում եք եւ մեզ Տիգրան Մեծից հետո մեզ մնացածը ոչինչ բան է, մենք սովորել ենք ապրել տարածք հանձնելու հաշվին, վերջին տեսանք։ Տարածք հանձնեցինք, փրկվեցինք։ Երկու աշխարհ գնաց։ Տակը բան չի մնացել, Արարատյան նահանգն է մնացել մի քիչ աճուծախով, այն էլ ոչ ամբողջական։ Ուզում եմ ասել, որ մանավանդ աշխարհը մեզնով չի ուրեմն Սոդոմ Գոմոր է, տեսեք ինչ կատաղի
Գոտեմարտե, Չինաստան, Միացյալ Նահանգներ, այնտեղ Ռուսաստանն անգամ հաշիվ չի, այ Ռուսաստանի վրա է հաշիվը, այս դրա կողքին Հնդկաստանի նման գիգանն է բաշխանում, 1,5 միլիարդ ազգաբնակչությամբ, արագ զարգացող տեխնոլոգիաներով, հինդու մշակույթով, ավանդույթներով, այն մնացածը չեմ ասում ներքևները, Ռուսաստանն ինչ, Ռուսաստանի հարցը լուծել պրծել են, նա երբեք չի զարգանում, վերջացել է, հիմա բայց մենք իրենց համար չենք ծնվել, ոչ պարսիկի, ոչ ռուսի, ոչ ամերիկացի, ոչ եւ այլն, հիմա ինչ եմ ուզում ասել, մենք պետք է 4-րդ հանրապետությունը հիմնավորված ձևով են ավգյան ախորներ մաքրելով մեր մշակույթի, մեր պատմության, մեր արժեքների վրա, որի ասեմ սիմվոլիկան, որտեղ է Հայաստանի արժեքները, Երուսաղեմի հարության տաճարում, մեր տիրոջ գերեզմանի վրա, հարության տաճար, չգիտեմ, ես միշտ կոչ եմ անում նաև, կոչը որն է խորհուրդ եմ տալիս, ուրեմն Երուսաղեմի, այստեղ է մեր մշակութային վերականգնման հնարավորությունը, եթե չէ, եւ բարոյական ուրեմն տեսեք, Սուրբ Հարության տաճար, որտեղ տիրոջ գերեզմանն է, 3 պայմանական մաս ունի, 3 սեփականատեր կան, չագերտավոր սեփա, մեկը հայությունն է, մեկը բյուզաբանն է, հույներն են, մյուսը լատինական աշխարհն է, Հռոմը, տեսեք լատինական աշխարհի մեջ ինչ կան, ժողովուրդներ կան, ոչ մի ժողովուրդ այլևս իրավունք չունի, այստեղ այսինքն այն, որ Եվրոպա գնանք, Եվրոպայից գանք, չգիտեմ ուր գնանք, ինչ, այսինքն մենք քրիստոնեական քաղաքություն ստեղծած ժողովուրդ ենք, հիմա մեր վիճակը դրա հետ համաձայն է, ռուսով է այդտեղ, իմ արհամարանք չկա, բայց եթե կան այդպես ընդունեն, եւ այստեղ ռուսացած հայություն պետք է վերադառնա, այդ ինչ պետք է հայոյի, ձեզ չփնովի, հա, պետք է գամել, որոշի, որ ինքը սիկտիր կարեգանում վերջանում է, մեզ հետ էլ գործ չունի, ոչ թե գալիս են իշխանություն փոխեն, ես անեն, բայց հիմնական ասեցի նաև, որ հիմա որ վերադառնանք, այս ողբերգություն է սա, որտեղ ոչ մեկը չգիտի, Աստված չանի, Սիսիանում դա կարող է կրկնվել, որտեղ այնտեղ էլ քարանք կա, օրինակ էլի, բա անիում չկա, այս բոլոր հարաբերությունները եւ տեղական ինքնակառավար մասին օրենսդրությունը մի հատ փորձակնչավ դիենտարգի, դա տալիս է այդպիսի բան, թե չէ քաղաքական եւ այլն, այս ոհմակները ես շշմեցի, նոր, դες Facebook է, չէ, ամեն ինչ արագ գնում եւ այլն, քաղաքական է, հիմա հարց եմ տալիս, այս հայվաններին, ռուսական ճամբարն է դա, իսկ քաղաքական այդ դեպքում ինչ է կարող եք գրեք, մի հատ բացատրեք, ասում եք քաղաքական է գրեք մի հատ։ Ընդ որում իշխանությունը կարծես թե սա ձեռք չի տալիս, չէ՞, ընտրություններից առաջ այսինքն սրանք իրենք ինչ ոչերներով որ երկիր կառավարել են, մտածում են բոլոր իշխանությունները նույնն են, պատկերը նույնն է, իհարկե դա գիտե որ այդպես չի, իրենք իրենց աղտը իրենց վրայից ուզում են կպցնել, դա չի լինի, դրա համար կռվ են հերիք չեղավ նախկին, այո, հավերժ նախկին եք, եւ քրեական, եթե քաղաքական եք ուզում, այդ քաղաքական բառը շատ եք գողացածը վերադարձրեք Հայաստանի Հանրապետության, իսկ Ղարաբաղյան կլանի պարագլուխներին, Արցախայցյան կյանքի բարելավման համար ֆոնդ ստեղծեք, Հայաստանի Հանրապետության ազգային հարստության զգալի եւ էական մասը, որը ձերը չի, ձեր տրամադրության այդ դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը աշխարհից է խնդրում այդ գումարները, արցախցիներին կառավարությունը մենք գիտենք, որ չէ, ու ինչից է, եւ մենք այս քանի օրը տեսնում ենք, որ հիմա վարչապետ Նիկոլը լինի, չգիտեմ, Արարատը լինի եւ այլն, չեք տեսնում ինչ դաժան կռիվ են տալիս Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության համար, որ ձեր շահերն է, բայց դա ռուսահայության շահերը չի, ռուսականացման ճամբարի շահերը չի, նրա շահը խուտոր մնալն է Սիկտիվկարում ապրելը, բայց այդ Սիկտիվկարը ինքը չկա, էլի, ինքը չի լինում, Թրամփ ասեց, չէ, չի լինելու այլևս, այդ ասեմ ես էլ, եթե ուղղակի, ինչ էին անում, ես այն որ ոհմակի նման Թրամփը բանը, դե այսպես մի քիչ համեստ դիտելն արդեն չիմաստով 7 միլիարդ, ես այդպես եմ լսել, 8 միլիարդ կարողություն դոլար ստեղծած Թրամփ թաուններ ստեղծած մարդու համար ձեւ խոսում, ոնց որ իրենց գեղի բանն է, ինքն է շատ խելացի է, որովհետեւ մեր մոտ սովորություն կա, չէ, կարող ես, ասեք, կարող է տառը չի ճանաչում,
տասնյակ տարիներ իր ասենք քաշոնը գիրք ես կարդացել, կարող եք ես տառերը սկսի սովորեցնել, սա հայ տեսակ դա։ Ինքը չի իմանում տառը ինչ է, բայց ձեզ սովորեցնում են, այցեք այնպես քննարկումներ են գնում եւ այլն։ Հիմա դաժան այդպեսի բան կա եւ նկատելի չի, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային քաղաքացիական ամենաբարդ շերտերը տեղավորվել։ Այստեղ է որ թագավորի մատը տղան պիտի կծի ինչի համար։ Եթե այս Մոսկվային հետ դուր չի տալիս այն արյունը, որը ինք առատորեն Թուրքիի հետ առևտրի մեջ էր օգտագործում վերջինը Ալիևի հետ օգտագործեց ու ցածի վրա նստեցրեց Ալիևը իրենց, հա, չնռում են, չէ, Կիշեցերը, Ղարաբաղ չկա, հետ վերադարձից են խոսում։ Ուրեմն ռուսների մասին է խոսքը։ Հիմա գնացել են եւ այս մարդիկ իրենց հարցերն են լուծում եւ ոնց որ թե համաշխարհային քաղաքական մեջ։ Ուրեմն ինչ է պետք, ներքին ապակայունություն է պետք, որովհետեւ դուք տեսեք, հիմա բոլորն է, ուրիշ օրենք չկա։ Թագավորը գնում է այլ աշխարհ, թագավորի մոտ հարց լուծելու, մենք էլ ասում են, որ գիտեք, քո երկրում վիճակն են չի։ Կամ էլ դուք եք ընտանիք ունեք, մենք դուք այս դժվարին ժամանակներով ընտանիքի հարցեր եք լուծում, մեկ էլ կարծես ասում եմ, լսեք, տանը երեխեք իրար են ջարդում։ Չի կարող չեն զբաղվել են հարցով շատ։ Այս է ինչ որ նենգություն, դավադրություն, եսա պետականության, ովքեր որ ասում են քաղաքական է կամ արքեպիսկոպոսը կամ քաղաքական են, այս սրանք հայ ժողովրդի հետ կապ չունեցող մարդիկ են։ Սրանք ռուսականացած հակահայաստան ռուսական ճամբար են։ Բայց դա փառք մեր ժողովրդին, որ ինքը բոլոր դեպքերում իր ազգային շահը պահում է, տարօրինակ էլի կարողանում է։ Մնացածն էլ այսպես իշխանություն իհարկե թերություն ունեն, ով չունի,